Բարև ձեզ սիրելիներ։ Մեր հավաքություններից մեկի ժամանակ քույրերից մեկը մի հարց տվեց. Ինչու իմенно 3 անգամ Պետրոսը ուրացավ Հիսուսին։ Ինչ նշանակություն ունի այդ 3 թիվը Աստվածաշնչում։ Եվ ես ցանկացա որպեսզի նաև ձեզ հետ կիսվեմ այս հարցու պատասխանը։ Նախ 3 թիվը խորհուրդը Աստվածաշնչում ամբողջականությունն է, լիությունն է, աստվածային հաստատումն է, կատարելությունը եւ Աստծո ծրագրի ավարտուն իրականացումն է։ Աստվածաշնչում երբ ինչ որ բան հասնում է 3-ի, դա հաճախ նշանակում է ավարտվեց, հաստատվեց եւ կատարվեց։ Առաջինը դա տեսնում ենք սուրբ երրորդությունը, Աստծո կատարյալ ամբողջությունը։ 3 թվի ամենամեծ եւ ամենասուրբ դրսևորումը սուրբ երրորդությունն է։ Հայր Աստված, Որդի Հիսուս Քրիստոս Աստված եւ Սուրբ Հոգի Աստված։ Սա ցույց է տալիս Աստծո էության լիությունը ու կատարելությունը։ Երրորդությունը ոչ միայն աստվածաբանական ուսմունք է, այլ նաեւ ամբողջ փրկության ծրագրի հիմքը։ Երկրորդը մարդու եռամիայնությունը։ Աստված մարդուն ստեղծում է իր պատկերով եւ իր նմանությամբ, Ծննդոց 1:26-ն է ասում։ Եվ առաջի Թեսաղոնիկեցիների 5:23-ում ներկայացվում է մարդը որպես հոգի, շունչ եւ մարմին։ Սա ցույց է տալիս մարդու ամբողջական կառուցվածքը հոգեվոր, ներքին եւ ֆիզիկական։ Երրորդը Հիսուսի հարությունը երրորդ օրը։ Քրիստոնեական հավատքի կենտրոնը Հիսուսի հարությունն է։ Հիսուսը հարություն առավ երրորդ օրը։ Այս երրորդ օրը խորհրդանշում է մահվան հաղթահարումը, Աստծո խոստման կատարումը, նոր կյանքի սկիզբը, փրկության ավարտի իրականացումը։ Չորրորդը Գեթսեմանի պարտեզում Հիսուսը 3 անգամ աղոթեց Սորը, բայց ոչ թե իմ կամքը, այլ քո կամքը թող լինի։ Այս 3 աղոթքները ցույց են տալիս Հիսուսի մարդկային ցավը, նրա լիակատար հնազանդությունը եւ փրկության ծրագրի կատարյալ ընդունումը։ 5-րդը Աստվածաշնչում 3 անգամ Հայր Աստված հրապարակայնորեն հայտարարեց Հիսուս Քրիստոսի մասին։ Սա է իմ սիրելի որդին, որին հավանել եմ, որի վրա է իմ հաճությունը։ Առաջինը Հիսուսի մկրտության ժամանակ էր, երկրորդը պայծառակերպության ժամանակ, երբ որ հայտնվեցին Մովսեսն ու Եղիան, եւ երրորդը Երուսաղեմ մտնելուց առաջ։ Այս 3 հաստատումները ցույց տվեցին Հիսուսի աստվածային էությունը, առաքելությունը եւ երկնային հաստատումը։ Եվ վերջապես 6-րդը, որ մեր քույրը տվեց այս հարցից էլ առաջացավ այսօրվա նկարահանումը, Պետրոսի 3 ուրացումը եւ 3 վերականգնումը։ Սա 3 թվի ամենախոր եւ ամենափուզիչ օրինակներից մեկն է։ Հիսուսը կանխագուշակեց Պետրոսին ասելով. «Աքաղաղը կկանչի, մինչև 3 անգամ ինձ կուրանաս»։ Եվ այդպես էլ կատարվեց։ Պետրոսը վախեցավ, ճնշվեց եւ 3 անգամ ուրացավ իր Տիրոջը։ Սա ցույց տվեց մարդկային թուլությունը, ինքնավստահության փլուզումը եւ մարդու անկարողությունը առանց Աստծո շնորհի։ 3 վերականգնումներ, բայց պատմությունը այստեղ չավարտվեց սիրելիներ։ Հարությունից հետո Հիսուսը 3 անգամ հարցրեց Պետրոսին. «Սիրում ես ինձ»։ Եվ ամեն պատասխանից հետո ասեց. «Արածեցրու իմ գառներին, հովիր իմ ոչխարներին, կերակրիր իմ ոչխարներին»։ 3 ուրացում, 3 սիրո խոստովանություն։ Ամբողջական անկում, ամբողջական ներում։ Վախ, նոր առաքելություն, կոտրվածություն, վերականգնում։ Հիսուսը ոչ միայն ներեց Պետրոսին, սիրելիներ, այլ նաև վերադարձեց նրան ծառայության մեջ։ Սրանից մենք ինչ ենք սովորում։ Առաջինը մենք սովորում ենք, որ մարդը կարող է ընկնի։ Նույնիսկ ամենահավատարիմ մարդիկ կարող են սայթաքել։ Երկրորդը, Աստծո շնորհը մեծ է մեր անկումից։ Աստված չի ավարտում մեզ մեր սխալներով։ Երրորդը, սերը կարևոր է ծառայությունից առաջ։ Հիսուսը նախ հարցրեց. «Սիրում ես ինձ»։ Հետո միայն հանձնարարեց ծառայությունը։ Չորրորդը, Աստված վերականգնում է մեր անցյալների սխալները չեն որոշում մեր ապագան Աստծո հետ։
7-րդը խաչի արձանագրությունը 3 լեզուներով։ Պիղատոս ասեց, որ գրեք Հիսուս Նազովրեցի հрьяաների թագավոր։ Քանի լեզվով 3 լեզվով, եբրայերեն, լատիներեն եւ հունարեն։ Լեզուները ներկայացնում էին եբրայերեն լեզուն կրոն եւ հрьяաների ներկայացում հրաժողովրդին։ Լատիներենը իշխանություն եւ հռոմ։ Հունարենը մշակույթ եւ ազգեր։ Սա ցույց տվեց, որ ավետարանը նախատեսված էր ամբողջ աշխարհի համար։ Սիրելիներ, եզրակացնելով, ինչպես տեսնում ենք, 3 թիվը Աստվածաշնչում պարզապես թիվ չէ։ Այն խորհրդանշում է Աստծո ներկայությունը, հաստատումը, ամբողջականությունը, վերականգնում եւ փրկության կատարյալ իրականացումը։ Պետրոսի պատմությունը Հիսուսի հարությունը, երրորդությունը եւ խաչը միասին ցույց են տալիս։ Աստված ավարտում է այն, ինչը սկսել է։ Հռոմեացիս 5:20-ն ասում է. «Ուր բազմացավ մեղքը, անչափ ավելի բազմացավ շնորհը»։ Սիրելիներ, երրորդության մասին շատ կար գրած, շատ բաներ կա գրած, ժամանակ ուղղակի քիչ է, որ բոլորը ներկայացնենք։ Թող Աստված օրհնի ձեզ, շնորհակալություն, որ ձեր թանկ ժամանակը տրամադրում եք եւ ամեն անգամ նայում եք եւ կիսվում եք ձեր ընկերների հետ։ Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը։